հետաքրքիր ամեն մեկը իր աթոռը տանում է երեխեքից մանկականին, հետո ժամանակի ընթացքում իրականում մենք էլ ենք սովորում մեր աթոռներին ու հետո նույնիսկ կռիվ ենք անում այդ աթոռների համար եկեղեցում, որ հանկարծ մեկը չնստի մեր տեղը։ Տեր օրհնի բոլորիդ, սիրելիներ, իրապես ուրախ եմ, որ նորից միաբանության մեջ ենք, Տիրոջ խոսքի մեջ ենք ու սա իրապես մեծ առանձնահատկություն է։ Ոչ բոլորն են սա գիտակցում, ոչ բոլորն են սա գնահատում, բայց հավատացնում եմ ձեզ, սա մի մեծ առանձնահատկություն է, որը որ իրապես ոչ բոլորն ունեն։ Մի փոքր հիշեցի COVID-ի ժամանակ, երբ որ գիտեք ինչ-ինչ պատճառներով չէին կարողանում մեկտեղ հավաքվել, բա եկավ, որ սկսեցիր կարոտել, ասես գիտես ինչ կա, քույրերիս, եղբայրներիս կարոտում եմ։ Ճիշտ է, ընդամենը մեկ շաբաթ չհավաքվեցինք, բայց դրանից հետո միշտ արել ենք, բայց այնուամենայնիվ դեռևս վախ կար, դեռևս չգիտենք ինչ է լինելու, ինչպես է լինելու, ու այդ ժամանակ նույնիսկ մարդիկ կային ասում էին, երբ այդ հնարավորությունը լինելու, բացվելու, որ լիարժեք կարողանանք միաբանության մեջ լինենք։ Բայց հետո այդ ամեն ինչը անցնում է, մի կիրակի, երկրորդ կիրակի, երրորդ կիրակին ու դառնում է նորից ամեն բան սովորական։ Ու երբ որ մենք ինչ-որ բան կորցնում ենք շատ դեպքերում, նոր ենք սկսում գնահատել։ Դրա համար, այո, պետք է աղոթենք, որպեսզի Տերը խաղաղություն տա երկրից մեջ, որպեսզի խաղաղությամբ Տիրոջը պաշտենք, բայց գիտեք, նորից թող իր կամքը լինի, որտեղ շատ դեպքերում խաղաղության մեջ սովորական է դառնում ամեն բան։ Տերնական օրը, Տիրոջը խոսքը, պատգամները, դե ասես, դե ինչ որ քարոզում են, միևնույնն է լսել եմ։ Մի քանի անգամ լսել եմ այդ ամեն ինչը կարդում ու դառնում է այդ ամեն ինչը մեզ համար սովորական, մի ուղղակի առօրյա։ Դե օր պետք է անցկացնենք եկեղեցում եւ վերջ։ Չեմ ցանկանա, որ իրապես այս ձևի մոտեցում ունենանք։ Այլ իմ փափագս է եւ աղոթքս է նաեւ ինձ համար, որ ամեն օրվա օրս Տիրոջը փառավորելու, Տիրոջը մեծարելու օր լինի, Տիրոջը ճանաչելու օր լինի, Տիրոջը կամքի մեջ քայլելու օր լինի։ Օր լինի, որ ես ել ավելի նմանվում եմ Հիսուս Քրիստոսին։ Պատրաստվում եմ նրա գալստյանը, ինչու, որովհետև օրվա ժամը, պահը չգիտեմ։ Ու այդ պահը կարա լինի ցանկացած վայրկյան, ցանկացած պահ, ու մենք որպես Տիրոջ զավակներ պետք է պատրաստ լինենք այդ հանդիպմանը։ Եվ երբ որ այս մտորումներով եմ, այս տրամաբանությամբ եմ առաջ շարժվում, շատ բան հավատացնում եմ ձեզ այլ կլինի։ Գիտեք, մի թեմայի մասին ենք խոսելու, որը որ վստահ եմ ամեն մեկս էլ ինչ որ շրջանակում դրա մասին մտածում ենք։ Եվ հավատացնում եմ ձեզ կապ չունի որոշ առումով նույնիսկ տարիքը։ Չնայած ինչքան մեծանում ենք տարիքով, այդքան ավելի շատ ենք սկսում մտածել այդ թեմայի մասին։ Խոսելու ենք մահվան մասին եւ խոսելու ենք, որ նույնիսկ այս շրջանակում Տերը ունի իշխանություն։ Իշխանություն մի բանի շրջանակում, որի առաջ կանգնում են անխտիր բոլորը։ Կապ չունի հասարակության մեջ ինչ պաշտոն ես գրավում, հարուստ ես, աղքատ ես, կին ես, տղամարդ ես, ընդունված չես, ճանաչված չես, բոլոր մարդիկ վաղ թե ուշ կանգնելու են մահվան առաջ։ Գիտեք, սկսեցի ման գալ տեսնել, թե ընդհանրապես գրանցված ամենաերկարակյաց անձնավորությունը ով է եղել եւ պարզվեց Ժաննա Կալման անունով մի կին է եղել, որը որ ծնվել էր փետրվարի 21-ին 1875 թվականին։ Ապրել ամբողջ կյանքը Ֆրանսիայում, Արկոն Նիս քաղաքին մոտ շրջանն է։ Ու 100 տարեկանից, նույնիսկ երբ որ արդեն 100 տարեկան էր դարձել, շարունակում էր ակտիվ կյանքը, հեծանիվ վարել, նկարել, ծանոթանալ նոր մարդկանց հետ։ Եվ գիտեք ինչ կա, այնուամենայնիվ նույնիսկ այս երկարակյաց ապրող կինը վերջի վերջո նորից հանդիպել է մահվան։ Եվ արդյունքում մահացել է 1997 թվականի օգոստոսի 4-ին, ապրելով 122 տարի և 164 օր։ Ճիշտ է, հիմա չեմ ուզում մեջբերումներ անել 5 տականից, որտեղ 5 տականում շատ հստակ գիտենք, որ շատ ավելի երկար կյանք ունեցող մարդիկ են եղել, բայց նույնիսկ նրանք արդյունքում հանդիպել են ինչի? Մահվան։ Հանդիպել են մահվան։
Ու այս թեմայի շուրջ վաղ թե ուշ մենք ենք խոսում։ Ես հիշում եմ մանուկ ժամանակ, պատանի մանուկ ժամանակ, երբ որ սենց մտածում էի դրա մասին, իմ մեջ թվաբանություն ունեի։ Դե պետք է ապրեմ 100 տարի, ապրել եմ արդեն այսքան կյանք ու հաշվարկ է անում, հələ դերևս այսքան տարիներ ապրելու կարողություն ունեմ։ Այնինչ երբ որ սկսում ես ավելի մի քիչ հասուն տարիքում լինել, սկսում ես որոշ առումով գիտակցել, որ մահը երբ որ գալիս է, քեզ չի հարցնում։ Ու իրականում երբ որ մահը գալիս է, ոչ էլ տարիք է հարցնում։ Բայց կա մեկը, ով որ կարողացավ հաղթահարել մահը։ Դա Հիսուս Քրիստոսն էր։ Ու խոսելու ենք նրա իշխանության մասին։ Խնդրում եմ բացեք Մատթեոսի ավետարան 9-րդ գլուխ, ընթերցելու ենք միասին 18-ից 26 համարները։ Մատթեոսի ավետարան 9-րդ գլուխ, կընթերցենք միասին 18-ից 26 համարները։ Մատթեոս 9, 18-ից 26։ Խնդրեմ ոտքի կանգնեք և ոտքի կանգնած միասին ընթերցենք։ Մատթեոսի ավետարան 9-րդ գլուխ 18-ից 26։ Նրանց հետ այս բաները խոսելու ժամանակ ահա մի իշխան եկավ, նրան երկրպագեց ու ասաց. աղջիկս հենց նոր մահացավ, բայց արի ձեռքդ նրա վրա դիր և նա կկենդանանա։ Հիսուս վեր կացավ, նրա ետևից գնաց և նրա աշակերտները ևս։ Եվ ահա 12 տարի արյունահոսությամբ տառապող մի կին հետևից մոտենալով դիպավ Հիսուսի հագուստի քղանցքին, որտև իր մտքում ասում էր. եթե միայն նրա հագուստին դիպչեմ, կփրկվեմ։ Բայց երբ Հիսուսը շրջվեց և նրան տեսավ, ասաց. քաջալերվիր դուստր, քո հավատքը քեզ փրկեց։ Եվ կինը նույն պահից բժշկվեց։ Երբ Հիսուսը իշխանի տուն եկավ և տեսավ փողահարներին ու տագնապած մարդկանց, նրանց ասաց. մի կողմ քաշվեք, որովհետև այդ աղջիկը մեռած չէ, այլ ննջում է։ Եվ ծաղրում էին նրան։ Երբ մարդկանց դուրս հանեցին, Հիսուսը ներս մտավ, բռնեց աղջկա ձեռքից և նա վեր կացավ։ Եվ սրա համբավը տարածվեց ողջ երկրով մեկ։ Աղոթենք։ Տեր Աստված, իրապես փառք ու գոհություն ենք քեզ հայտնում այս գեղեցիկ օրվա համար, Տեր։ Այո, քո շնորհիվ է, որ կյանք ունենք եւ քո շնորհիվ է, որ կարող ենք գալ քո առաջ, Տեր, մեծարանքով, պաշտամունքով, միաբանությամբ քեզ փառավորելու, Տեր Աստված, փառավորելու քո սուրբ անունը։ Ինչու որտեղ վստահ ենք եւ գիտենք, որ այո, թե կյանքը, թե մահը քո ձեռքերի մեջ է, Տեր։ Ուստի աղոթում եմ, որ այս խոսքերի շուրջ այսօր մտորենք, Տեր, եւ կամքիդ համեմատ քայլենք, Տեր։ Օգնի, որ այն ամեն ինչ որ կամենում ես, որ մենք լսենք, սովորենք, թող որ դրա մեջ նույնպես քո սուրբ անունը փառավորվի։ Հիսուսի անունով աղոթեցինք, ամեն։ Նստեք խնդրեմ։ Հիսուս Քրիստոս ուներ իշխանություն մահվան նկատմամբ, եւ նա օգտագործեց այդ իշխանությունը ցույց տալու նրա ողորմությունը, նաեւ ցույց տալու նրա ով լինելը։ Ես արդեն իսկ մի քանի անգամ կրկնել եմ, որ Մատթեոսի ավետարանում ինչ որ տեսնում ենք եւ առհասարակ Հիսուս Քրիստոսի կատարած գործերը եւ խոսքերը վկայակոչում էր կամ ցույց էին տալիս նրա ով լինելը։ Ինչու որտեվ ժողովուրդը այդ ամեն ինչը երբ որ տեսնում էր, պետք է շատ հստակ հասկանար, որ նրանց առաջ կանգնած է մեկը, ով որ խոստացված էր դարեր առաջ, որ գալու է ու ազատագրելու է իրենց։ Իրեք մահը, ցավը, տառապանքը եւ այս ամեն ինչը սկիզբ առավ Էդեմական պարտեզից, երբ որ մեղքը մտավ։ Աստված զգուշացրել էր մարդկանց, որ այն օրը, երբ որ այդ պտղից ուտեք, մահանալու եք, կմեռնեք։ Եվ այդ ադամական մեղքը, այդ մեղքը տարածվեց Ադամից մինչև այսօր։ Այդ մեղքն էր տիրում, այդ մեղքն էր գերիշխում, սակայն Տերը նորից խոստում էր տվել Աստված հենց Էդեմական պարտեզում։ Ասել էր, որ գալու է մեկ, ով որ ջախջախելու է սատանայի գլուխը։ Գալու է մեկ, ով որ հաղթանակ է բերելու։ Եվ հենց այդ մեկը Հիսուս Քրիստոսն էր, եւ կարիքը կար, որ ժողովուրդը նույնպես այս ամեն ինչի մեջ հստակ համոզված լինեն։ Հիսուս Քրիստոս ոչ միայն օգնում էր մարդկանց զուտ իր գութը, իր ողորմությունը ցույց տալու համար, այլ դրանով եւս մեկ անգամ հաստատում էր իր ով լինելը։ Գիտեք,
Այս մի քանի օրերի ընթացքում լսեցի երկու ահավոր մահվան մասին ԱՄՆ-ում։ Գիտեք, դա ճիշտ է, մահվան դեպքեր միշտ ենք լսում, տարբեր իրավիճակներ, տարբեր դեպքեր, բայց իրականում այս երկու իրավիճակները եւս մեկ անգամ ուղղակի առիթ են տալի մտածելու։ Առաջինը մետրոյում ուղղակի ցույց էին տալի, թե ինչպես մի ուկրաինացի աղջիկ, որ ուղղակի փախել էր պատերազմից ամեն ինչից ու ցույց են տալի հետևը նստած մի հոգեկան հիվանդ մարդ ուղղակի առանց խոսքի, առանց որևիցե բանի հարվածում է դանակով վզին եւ վերջ, ուղղակի ասես ցույց են տալի, ուղղակի այդ աղջիկը մահանում է այդտեղ։ Ահավոր են կադրերը, ոչ միայն այդ տղամարդու այդ քայլերը, այլ նաեւ այդտեղ նստած մարդիկ, որ ընդհանրապես անտարբերություն որևիցե կերպով արձագանք ոչ մի բան չկար։ Ու գիտեք, հասկանում ես մի բան, որ իրապես ցանկացած վարքյան ուղղակի կարա մահը գա ու կապ չունի որտեղ ես գտնվում, կապ չունի ինչ կարգավիճակում ես գտնվում, ուղղակի շատ դեպքերում մարդիկ կարծում են դե այսքան ժամանակ ապրել եմ, տենց էլ լինելու է։ Սա ուղղակի նորից առիթ է մեզ տալիս մտածելու, որ այս օրը, այս պահը կարա ինձ համար վերջին պահը լինի եւ վերջին վարքյանը լինի։ Եվ հետաքրքիր է մի եղբայր կար բավականին ակտիվ անձնավորություն տարբեր շրջանակներում, որ խոսում էր, առաջ էր բերում խնդիրները թե քաղաքականության առումով, թե նաև ընդհանրապես լիբերալ մոտեցման, Չարլի Քըրքն էր, որը որ նաև ներկայացնում էր այդ պատմությունը, թե ինչ տեղի ունեցավ ու ուղղակի մի քանի օր առաջ 22 տարեկան մի երիտասարդ որոշում է կայացնում, որ այդ անձնավորությունը իրավունք չունի նման ձևով խոսելու, նման ձևով առաջ տանելու այն սկզբունքները, որոնք որ գուցե դարերով մեզ եկած են Աստծո խոսքի շրջանակներում եւ ուղղակի, չգիտեմ, մեկ հարված, մեկ կրակոց եւ բոլոր մարդկանց առաջ իր ընտանիքի առաջ ուղղակի սպանում են այդ տղային։ 31 տարեկան նորից ամուսնացած երկու երեխա ու նորից երբ որ նայում ես նման դեպքերին հասկանում ես մի բան մահվան հետ կապված մենք որևիցե իշխանություն չունենք երբ որ պահը գալու է այդ պահը չի հարցնելու ինչ ծրագրեր ունեիր ինչ էիր մտածում ինչին ես հասել ինչին չես հասել եւ սա մեզ պետք է առիթ ստեղծի եւս մեկ անգամ մտածելու ու ստուգելու իրականում ինչպիսի կյանքով ենք ապրում ինչպիսի ընթացք ունենք ինչ ենք անկկալում ինչի մասին ենք երազում ինչի որտեվ այս ֆիզիկական կյանքը վաղ թե ուշ ավարտվելու է եղեք ամենաերկարակյաց անձնավորությունը որը որ խոսեցինք ընդամենը 100 քանի տարի ապրեց եթե համեմատենք այն հավիտենականության հետ ինչ որ սպասվում է այդ ամեն ինչը ոչինչ է նույնիսկ կաթիլ չի ողջ օվկիանոսի մեջ Այսօր խոսելու ենք այս 3 իրադարձության մասին, որը որ տեղի ունեցավ, կամ իրականում 2 իրադարձություն 3 մասերից բաղկացած, ու այս իրադարձության շրջանակներում կտեսնենք, թե ինչպես Հիսուս Քրիստոս իր ողորմությունը ցույց տվեց եւ իր իշխանությունը մահվան նկատմամբ։ Առաջինը Հայրոսի հավատքի քայլն էր 18-ից 19 համարները, եւս մեկ անգամ ընթերցենք։ Ասում նրանց հետ այս բաները խոսելու ժամանակ ահա մի իշխան եկավ։ Եթե կհիշեք անցած կիրակի մենք խոսում ենք կրոնավորության մասին, թե ինչպես փարիսեցիները եւ Հովանեսի աշակերտները եկան եւ որոշ առումով մեղադրում էին, ասում են թե ինչի քո աշակերտները ծոմ չեն պահում։ Մեղադրանք բերեցին կրոնավորություն կար։ Եվ առհասարակ կհիշեք փարիսեցիների մասին, երբ որ շատ էինք խոսում, տեսնում ենք, որ իրենք զուտ արտակինից էին երևում աստվածապաշտ, բայց իրենց կյանքը, իրենց ընթացքը այդ ամեն ինչը զուտ ինչ էր, կեղծիք էր, ցուցադրություն էր։ Հենց այդ շրջանակից Մատթեոսը ինչ է անում, ասում է, բայց այնուամենայնիվ իրանց մեջ նույնպես կար մեկը, ով որ այլ ընթացք ուներ, այլ կերպ էր վարվում։ Մատթեոսը ընդհանրապես ներկայացնում է որպես իշխան, մենք այլ ավետարներից տեսնում ենք, որ ինքը ժողովրդապետ էր, Հայրոս անունով, մեկը, ով որ բավականին իշխանություն ուներ իր ձեռքերում, այսինքն սինագոգի պատասխանատվությունն էր կրում եւ այդ տարածաշրջանում, թե ով ինչպես պետք է անի, ինչպես պետք է ընթանա, ուսուցումը եւ այլն, այսինքն մեկն էր, ով որ բավականին մեծ ազդեցություն ուներ, դրա հետ մեկտեղ նաեւ ճանաչվածություն ուներ։ Եվ ինչ է անում այս անձնավորությունը։ Ասում է մոտենում է Հիսուս Քրիստոսին ու
երկրպագում է իրեն, խոնարհվում է, մեծարանք է ցույց տալիս։ Գիտեք, նորից այս ամեն ինչը հեշտ չի։ Ուշադրություն դարձրեք, որտեղ փարիսեցիների համար Քրիստոս արդեն դարձել է մեկ ում դեմ, որ իրանք պայքարում են։ Ինչու, որտեղ գնալով Քրիստոսի իշխանությունը բարձրանում էր, ճանաչվածությունն ավելանում էր, մարդկանց թիվը ավելանում էր, եւ իրենց ով լինելն էր երևում։ Եվ հետևաբար այս մարդու այս քայլը վտանգ էր սպառնում նաև իր այս ձև ասած կարգավիճակին, որտեվ կարային հետո ավելորդ ինչ որ հարցեր առաջանային։ Այդ Հիսուսի առաջ ինչու ես երկրպագում, ինչու ես նրան նման մոտեցում ցույց տալիս։ Ինքը մի խնդիր ուներ, բավականին լուրջ խնդիր ուներ, ու մի անելանելի վիճակում էր կանգնած, որը որ գուցե նաև ստիպել էր ինչ անելու, խոնարհվելու, կոտրվելու, հասկանալու, որ այլընտրանք, այլ բան ընդամենը ինքը չունի։ Ինչ խնդիր ուներ։ Խնդիրը հետևյալն էր, մոտենում է ասում է աղջիկս հենց նոր մահացավ։ Նորից եթե փորձենք համեմատել մնացած ավետարանների հետ, կտեսնեք, որ երբ որ ամենասկիզբը Հայրոս մոտենում է ինքը, խոսում է, որ աղջիկը մահամերձ է, այսինքն երբ որ թողնում է, լքում է աղջկան, բավականին ծանր վիճակում է լինում, եւ երբ որ հասնում են, նկարագրում են նման իրավիճակ, հետո տեսնում ենք, որ որոշ ժամանակ հետո նոր լուր է գալիս, որ աղջիկը ինչ է եղել, մահացել է։ Մաթեոսը չի սկսում այս ամենասկզբից եւ առհասարակ չի էլ շատ մանրանում, դետալներ չի տալիս։ Ոչ անունն է տալի եւ ընդհանրապես պատմության մեջ, շարունակության մեջ կտեսնեք։ Շատ բաներ ուղղակի Մաթեոսը ինչ անում, բաց է թողնում։ Ինչու՞։ Որովհետեւ նորից իր նպատակն էր, որ այս ողջ պատմության շրջանակում հանկարծ ու հանկարծ մեր հայացքը չկենտրոնացնենք երկրորդական մարդկանց վրա։ Կենտրոնում պետք է լիներ Տեր Հիսուս Քրիստոս։ Ինչու, որովհետև նա հիմա այնպիսի մի նշան պետք է ցույց տար, որը որ եւս մեկ անգամ հաստատելու էր, որ Հիսուսն է ով Քրիստոսը։ Իր գերագույն նպատակն էր իր լսարանին ցույց տալու, հրյաներին ցույց տալու, որ այն Տեր Հիսուս Քրիստոսը, այն Հիսուսը, որին որ խաչեցին, իրապես Մեսիան էր։ Դրա համար չի անդրադառնում, չի ուշադրություն դարձում նման դետալներին, մանրուքներին, այլ ուշադրությունը դարձնում Հիսուս Քրիստոսի հեղինակության վրա։ Բայց այնուամենայնիվ ուշադրություն դարձրեք Հայրոսի մոտեցմանը։ Ինքը ասում է, աղջիկս մահացել է եւ շարունակության մեջ վստահություն ունի ինչի առումով, որ Հիսուս կարա նույնիսկ այս կարգավիճակում դիպչի եւ հարություն տա աղջկան։ Չգիտեմ, ես նույնիսկ ասենք մտածում եմ այս ուղղությամբ, ասում եմ, տեսնես, ես ինչպիսի մոտեցում ցույց կտամ իրապես։ Եթե այսօր մի նման ծանր մի իրավիճակում լինի իմ աղջիկը, իմ տղան, վստահ եմ ամեն մեկս որպես ծնող լավագույնը կանենք, ամեն մի բժշկի կդիմենք եւ այլն եւ այլն եւ այլն, բայց այնուամենայնիվ այն մոտեցում ինչ որ ցույց է տալիս այս մարդը իրապես քաջալերական է եւ որոշ առումով մեզ համար կարա որոշ առումով օրինակել լինի։ Ինչի որտեվ մի փոքր խնդիր, մի փոքր դժվարություն մենք արդեն իսկ կորցնում ենք մեր հույսը։ Կորցնում ենք ամեն ինչ ու կարծես թե ապրում ենք, կարծես թե հույս չկա, դե մահն է, այս ամեն ինչը ավարտվելու է։ Մեր կյանքը նույնպես շատ դեպքերում վկայում է սրա մասին, որ մենք ապրում ենք շատ դեպքերում կարծես թե մենակ այս մի կյանքն է, այս ամեն ինչը ավարտվելու է, սրանով ամեն ինչը վերջանալու է։ Այնինչ ինքը գիտեր մի բան, թեև աղջիկ Աստծին մահացել է, էլ ուսուցչին մի անհանգստացրա, բայց ինքը գիտեր, Տեր Հիսուս Քրիստոս նույնիսկ այդ մահացած աղջկան կարա կյանք տա, ընդամենը մի դիպչելով։ Նայեք, Հիսուս Քրիստոս կարող ընդամենը ինչ աներ, ասեր լավ, գնա աղջիկդ հարություն է առել, այսինքն կարող ընդամենը խոսք ասեր եւ կարիքը չուներ գնալու հասնելու։ Ինչի որտեվ մինչեւ այդ տեսնում ենք, օրինակի համար հարուրապետի ծառան, երբ որ հիվանդ էր մահամերձ, նույնիսկ հարուրապետը ասեց կարիքը չունես գալուին տուն մտնելու, մի հատ խոսք ասա, բավարար է։ Մի հատ խոսք ասա եւ ամեն ինչ որ պետք է տեղի կունենա։ Հիսուս Քրիստոս այստեղ ինչ է անում, այնուամենայնիվ որոշումը կասում, որ ինքը պետք է գնա։ Ինչու՞։ Կարիքը կար, որպեսզի մարդիկ հստակ տեսնեին, որ այդ հրաշքը տեղի ունեցել։ Ինչի, որովհետև կարար Հիսուս ասեր, դե գնա բժշկվել աղջիկդ։ Այնուամենայնիվ խոսակցություններ պտտվելու էին։
Հիշեք, մի քանի օր առաջ կամ նույն Մատթեոսի ավետարանում կարդացինք, որ երբ որ անդամալույծին բերեցին Հիսուս Քրիստոսի մոտ, Հիսուսն ասեց, մեղքերդ ներված են, կողքից ինչ սկսեցին խոսալ, էս ինչեր է խոսում, ով կարա մեղքեր ներելու, այսինքն մենք չենք տեսնում այդ ամեն ինչը, որ իրապես մեղքերը ներվել են, դրա համար խոսակցություններ, հարցեր ու նման արտահայտություններ լինելու էին, մարդիկ ասելու են նորից մեծամտածել է, ով կարա կյանք տա, եւ պետք էր, որ այդ ամբողջը նաեւ աշակերտները գային ու իրանց աչքով տենային, որ իրապես այդ աղջիկը ինչ ա եղել, մահացել էր եւ պետք է հարություն առներ, պետք է այդ ընթացքը ճանապարհ անցնեն, ինչու, որովհետեւ եւս մեկ հանդիպում ուներ Հիսուս Քրիստոս, այն ամեն ինչ որ անում էր, այն ամեն ինչ որ մենք կարդում ենք, որևիցե բան պատահականություն չէր, Տերը ամեն բան գիտեր եւ գիտեր, որ նաեւ այս ճանապարհի ընթացքում եւս մեկ դեպք է տեղի ունենալու, դեռևս գալու ենք դրան անդրադառնալու ենք, 19 համարը, Հիսուս վեր կացավ, նրա ետևից գնաց եւ նրա աշակերտները եւս, հիմա նորից Մատթեոսը շատ չի անդրադառնում, բայց մնացած ավետարանիչները խոսում են, որ բավականին մեծ ամբոխ էր հետևում Հիսուսին, ուր որ գնում էր բավականին մեծ ժողովուրդ կար, որ հետևում էր, ու այն աստիճան, որ շատ դեպքերում ասում են ճնշում էին իրան, կպտում էին իրան եւ այս ամբոխը շարժվում է, որտեվ նորից հետաքրքիր է, հիմա տեսնում ենք, տեսնես այս հարցում կստացվի մոտը, թե չի ստացվի, Այս անգամ կհաջողվի, թե չի հաջողվի, այսինքն շատ դեպքերում մարդիկ ինչ են փնտրում, շոհի են փնտրում, ու հետո պահը գալի Հիսուս Քրիստոս իր ծառայության մեջ ինչ է անում, ամբողջական այդ ծառայությունը մի կողմ է դնում, ու երբ որ ինչ որ մի հրաշք էր անում, ինչ էր ասում, լուր մնացեք, սուս մնացեք, ոչ մեկին չասեք ինչու, որովհետև Տերը, ես արդեն ասել եմ, ամբողջի կարիք չունի, այսօր շատ եկեղեցիներ իրենց ծառայությունը գիտեք ինչպես են կազմակերպում, որպեսի ամբողջ հավաքեն, ամբողջահաճո քարոզներ են քարոզում, ամբողջահաճո ընթացք են ունենում, ամբողջահաճո ցուցադրություններ են ներկայացնում, բժշկություններ եւ այլն, նպատակը մեկն է, որպեսի շատ մարդ լինի, որպեսի նման ձևով իրենք իրենց անձերը փառավորեն, Հիսուս երբեք նման ձևով չէր վարվում, Կարիքը կար, որպեսի այդ ամեն մի շրջանակում երևար Տիրոջ զորությունն ու Տիրոջ իշխանությունը։ Հիսուս ցույց է տալիս իր ցանկությունը օգնելու ու այս մարդը այլ հնարավորություն չուներ։ Այլ հնարավորություն, այլ մեկը չկար երկրագնդից վրա, որ ինքը կարար մոտենար։ Միակ իր հույսն էր։ Դա համար առանց ավելորդ ինչ որ քայլերի, բայց ինչ է անում։ Քայլում է Տեր Հիսուս Քրիստոս դեպի այդ ընթացքը։ Ինչպես որ ժամանակը ցույց տվեց կամ ինչ որ պատմության վերջում ենք տեսնում, այս ամեն ինչ էս ողջ պատմությունը ապշեցնելու է բոլորին։ Բայց դրա հետ մեկտեղ պատճառը հանդիսանալու, որ դրանից հետո Հիսուսին ցանկանալու են ինչ անել, սպանեն։ Ինչի որտեղ այն ինչ որ անում էր Հիսուս, այլևս չէին կարա որևիցե կերպով ծռեին, որևիցե կերպով հերքեին։ Այս ողջ ճանապարհը ինչ որ Հիսուս Քրիստոս անում էր, համ ցույց էր տալի նրա ով լինելը, բայց դրա այդտեղ մոտեցնում էր խաչելությունը։ Մինչև կանցնենք երկրորդ հատվածին կամ այդ կնոջը, ուզում եմ մի քանի բաներ, ասենց ասած, առանձնացնեմ։ Գիտեք, իրականում պետք է հիշենք մի բան, Տիրոջ համար աներանելի վիճակներ չկա։ Գուցե մեր թերահավատությունն է խնդիրը ու մենք միասին երգում ենք, ասում ենք Տեր օգնիր մեզ մեր թերահավատության մեջ եւ իրապես կարիք ունենք աճելու, բայց հիշեք մի բան, երբ որ մենք խոսում ենք, որ Տիրոջ համար անկարելի բան չկա, դա չի նշանակում, որ ամեն իրավիճակներում Տերը մեր ուզածով պատասխանելու է։ Այսինքն, այնպես չի, որ դե եթե կարդացինք այս պատմությունը, կանանք մանիպուլատիվ կերպով օգտագործենք, ասենք, տեսեք, այս պատմությունը գրված է, այն մենակ հավատացեք ու ամեն ինչ լավ է լինելու, ինչպես որ օրինակի համար Արմեն եղբայրս ասեց, նույնիսկ այդ ծայրահեղության կարա գնա, դեղի կարիք էլ չունեք, բժշկի կարիք էլ չունեք, ինչի։ Մենակ հավատացեք ու ինչ կլինի, կփրկվի, տեսեք, այս պատմությունները կան։ Այս պատմությունները ոչ թե խոսում էին նրա մասին, որ բոլորին Տեր Հիսուս Քրիստոս բժշկեց, այլ ցույց էին տալիս նրա ով լինելը։ Ինչ եք կարծում։ Հիսուսի ժամանակ բոլոր հիվանդները բժշկվեցին, բոլոր մեռածները հարություն առան, ոչ։
Նույնիսկ այդ շրջանակում Տեր Հիսուս Քրիստոս ինքը այդ բոլոր հրաշքները չարեց ի ցույց բոլոր մարդկանց եւ բոլորին բժշկեց, բոլորին, չգիտեմ, բոլոր կույրերը տեսան եւ այլն եւ այլն։ Չէ։ Նպատակը նորից իր առաքելության կատարումն էր։ Եվ այս շրջանակում, այո, մենք պետք է վստահ լինենք, որ եթե Տերը կամենա, կարա բժշկի։ Եթե Տերը կամենա, այդ վիճակից մեզ կարա հանի։ Բայց կա նաեւ երկրորդ կողմը։ Կարա Տերը նաև այդ վիճակներում չկամենա։ Այո, դեպքեր լինում է, որ մենք մեր հիվանդության մեջ ենք լինում, դեպքեր լինում է, ինչպես որ արդեն իսկ ասացի, որ կարա երիտասարդ հավատացյալ ուղղակի իր կյանքի ավարտը գա 31 տարեկանում։ Ու այս ամեն ինչի մեջ ոչ թե մենք պետքա հիասթափվենք, ոչ թե պետքա ասենք դե այդ դեպքում ով հույս ունի եւ այլն, այլ պետքա հասկանանք մի բան։ Ամեն բան, ինչ որ մեր կյանքում տեղի է ունենում, Աստված ինչ է անում, բարին գործակից է անում։ Բոլոր նրանց, ովքեր որ սիրում են իրեն, եւ այդ նեղության մեջ է, որ Տերը մեզ ինչ է անում, աճեցնում է, բարձրացնում է։ Ուղղակի մի բան պատկերացրեք, եթե ամեն բան լավ լիներ, ամեն ինչ ինչ որ ուզում ենք, միանգամից հենց ասած պատասխան ենք ստանում, հոգեվոր հասունություն չենք ունենալու։ Մնալու ենք երեխա, եսասեր, որ միայն մտածում է իր մասին ու իր ցանկությունների կատարման մասին։ Դե համար կարիք ունենք նաև այս հարցումով դաստիարակվելու, Տիրոջը ժամանակը փնտրելու, Տիրոջը կամքը ակնկալելու, եթե նույնիսկ դա մեզ համար ինչ է տալիս, ցավ է պատճառում։ Երկրորդը արդեն խոսեցի հենց հավատքի մեջ վստահություն ունենալն է։ Վստահություն ունենալն է Աստծո խոսքի ու խոստումների մասին։ Այն ինչ որ Տերը խոստացել է, այդ խոստումը Տերը կկատարի։ Ֆիզիկապես չի խոստացել, որ խնդիրներ չենք ունենալու։ Նյութական առումով չի խոստացել, որ ամեն ինչ հալած յուղի պես է լինելու։ Այդ ամեն ինչը, այդ խոստումները չկան, բայց դրանից առավել խոստում կա։ Թեև մահանակ, եթե հավատացիք, ինձ հետ եք լինելու հավիտյան։ Սա այն խոստումն է, որին որ մենք պետք է վստահենք։ Դրա համար է, որ որպես հավատացյալներ մենք կարողություն ունենք քայլելու, կարողություն ունենք օրը վայելելու, Տիրոջով վայելելու։ Ես վերջերս նորից մտածում եմ, ասում եմ, տեսնես լավ, աշխարհիկ մարդիկ քայլում են ու որևիցե հույս չունեն։ Նորից իրանք հույսեր են տալիս, որ ինչ որ ապահովություն ունեն եւ այլն, բայց նորից արդյոք այդ ապահովությունն ունեն։ Չէ, ժողովուրդ ջան, այդ ապահովությունը չունեն ու այդ նույնիսկ ապահովությունը չունեն մյուս վարկյանի։ Բայց ինչ որ կերպով ապրում են, չեն էլ մտածում սրա մասին։ Եթե մենք հույս չունենայինք, եթե մենք հույս չունենայինք, որ Տեր Հիսուս Քրիստոս ունի իշխանություն մահվան ու կյանքի վրա, մեր մյուս վարկյանը ինչպես էր լինելու։ Ուղղակի սարսափահար մի իրավիճակ։ Պատկերացեք, ոչ մի բան ձեր ձեռքերի մեջ չի ու հույս էլ չկա։ Երկրորդ իրադարձությունը տեսնում ենք 20-22 համարներում մի արյունահոսող կնոջ բժշկումը։ Եվս մեկ հրաշք։ Եվ ահա 12 տարի արյունահոսությամբ տառապող մի կին հետևից մոտենալով դիպավ Հիսուսի հագուստի քղանցքին, որտև իր մտքում ասում էր, եթե միայն նրա հագուստին դիպչեմ, կփրկվեմ։ Նորից Մատթեոսը շատ չի մարանում պատմությունը, չի մարանում նրա մասին, որ այս կինը ամեն ինչ փորձել էր, տարբեր բժիշկների էր դիմել, ողջ ունեցվածքը վատնել էր ու որևիցե արդյունք չեն ստացել, այլ նաև այդ ամեն ինչը գնում էր դեպի վատ վիճակին։ Չի անդրադառնում այդ ամեն ինչին։ Բայց այնուամենայնիվ հետաքրքիր է, որ 12 տարի կինը տառապում էր արյունահոսությամբ ու էսի ոչ միայն իր, սենց ասած, կարգավիճակի վրա էր ազդել, իր ֆինանսական վիճակի, իր աղքատության, իր տկարության վրա էր ազդել, այլ նաև սոցիալական լուրջ խնդիր կար։ Ինչու՞մն էր կայանում այդ խնդիրը։ Ճիշտ եք։ Գիտեք, որ Ղևտացված նամակի մեջ 15-րդ գլուխ 25-ից 27-ը դուք կարդաք հետո տանը, շատ հստակ, սենց ասած, խոսք էր տրված, որ բոլոր այն կանայք, ովքեր որ իրենց ժամանակային այդ արյունահոսության շրջանակում անցնում են, այդ ժամանակահատվածում իրենք համարվում էին անմաքուր։
Եվ այն վայրը, որտեղ որ նստում էին, որտեղ որ պարկում էին, համարվում էր անմաքուր, պետքա հատուկ լվացումներ արվեր եւ այլն եւ այլն։ Եվ նոր դրանից հետո այդ կինը համարվում էր մաքուր, նոր դրանից հետո նույնիսկ իրավունք ուներ ինչ անելու, ինչ որ մեկին դիպչելու։ Ինչի որտեղ ինչ որ կպնում էր, ում որ կպնում էր, համարվելու էր անմաքուր։ Եթե կանանց մոտ մեծամասամբ, որոնք որ խնդիր չունեն, սա ընդամենը մի փոքր ժամանակահատված էր, ուշադրություն դարձեք այս կնոջ մոտ 12 տարի այս կարգավիճակն է, որ ոչ միայն ֆիզիկապես տկար վիճակում ես գտնվում, ոչ միայն կորցրել ես ողջ ունեցվածքդ, այլ նաև սոցիալական առումով որևիցե իրավունք չունես ինչ որ մեկին դիպչելու, իրավունք չունես սինագոգում ծառայությանը մասնակցելու, տաճար գնալու, ինչու՞, որտեվ նման ձևով անմաքրությունդ կարծես ինչ կանեիր, կփոխանցեիր ուրիշներին։ Ու այո, այս կարգավիճակում նորից այս կինը այլ հնարավորություն ուներ, այլ հնարավորություն չուներ։ Վստահ եմ այս 12 տարվա ընթացքում շատ տարբեր ձևեր, կերպեր փորձել էր։ Հետաքրքիր է, եթե նկարտակ Բարկլիի մեկնաբանությունն ասում է, որ Թալմուդում հրեական մեկնաբանությունների գիրքն է։ Տրված էր առնվազն 11 բուժման եղանակ, թե ինչպես նման հիվանդությունների ժամանակ կարաս փորձես, այսպես ասած, բուժումներ ստանաս։ Եթե օրինակի համար դրանց մեջ կային, դրանց թվում օրինակ ուժեղացնող, սպազմատիկ ինչ-որ միջոցներ, բայց դրա հետ մեկտեղ բավականին սնահավատություն էլ կար։ Օրինակ կարդում եմ, ասում է, Ամրանը կարող էին սենց մի բան անեն, օգտագործեն, ասում է, Ամրանը հղկված նռնակարի մոխիր կրել կտավատե կտորի մեջ, իսկ ձմռանը այդ պետքա բանը փոխեին բամբակյա կտորով, կամ կրել գարիի հատիկ, որը գտնվել է սպիտակ էշի արտաթորանքի մեջ։ Պատկերացնում եք, հիմա այսի մեր համար մի քիչ ինչ-որ ցնորք է հնչում, բայց այնուամենայնիվ նման ձև էին խոսում, նման ձև էին մեկնաբանում մարդիկ, եւ շատ մարդիկ այս ամեն ինչի միջով էին անցնում, եւ կարծում եմ, որ նույնիսկ այս կինը այս ամեն ինչը ինչ է արել, փորձել է իր կյանքում։ Փորձել է իր կյանքում, բայց ոչ մի օգուտ, ոչ մի փրկություն այս կինը ինչ արեց, չստացավ։ Բայց ինչպես որ կարդում ենք, այդ ամեն ինչը գնալով վատանում է։ Հիմա նայեք, այս կնոջ մտածելակերպի մեջ նույնպես որոշակի սնահավատություն կար։ Ինչու՞մ ներկայանում այդ սնահավատությունը, որ մտածում էր, ասում էր, եթե նույնիսկ կտորի ծերին կպնեմ, ինչ կանեմ, կբուժվեմ։ Հիմա նայեք, կարանք պատճառաբանությունը շատ ասենք, այս կողմ են կողմ, դե գուցե մտածում էր անմաքուր է, չի ուզում կպնի ամբողջությամբ, որ Հիսուսի վրա ավելի ինչ-որ մեծ, սենց ասած, հետք թողի եւ այլն եւ այլն։ Չեմ կարա ասեմ ինչ տրամաբանություն ուներ, բայց այնուամենայնիվ նորից տեսնում ենք ինչ-որ մի սենց սնահավատության որոշակի ինչ-որ մի քայլ, որ այ եթե կտորին կպնեմ, կբժշկվեմ։ Այս տրամաբանությամբ էր մոտենում, մենք էլ ենք այս տրամաբանությամբ մոտենում։ Մանավանդ Հայաստանում այն աստիճան սնահավատ ինչ-որ բաներ կտեսնես, որ մեկ-մեկ զարմանում ես, ասում ես, լավ, մարդիկ ոնց կարան նման բաների հավատան։ Սև կատու, փուշ, դրան, շեմին բարևել չի կարելի եւ այլն եւ այլն։ Ու այնքան բաներ կա, որ մենք դրա ինչով ծանրաբեռնում ենք։ Ես հիմա էլ չեմ խորանում ավելի ինչ-որ մասունքների մասին, սուրբ տեղերը, սուրբ ընթացները եւ այլն եւ այլն։ Նայեք, Հիսուս Քրիստոս այնուամենայնիվ նույնիսկ այս դետալներին շատ առանձնապես ուշադրություն չի դարձնում։ Ինչու որտեվ իր ողորմությունը պետքա ցույց տար, նաև որոշ առումով պետքա քաջալերանք լիներ, որ ուշադրություն դարձրա։ Նույնիսկ այս կինը ինչ արեց, դիպչեց ընդամենը հագուստից մի հատվածին եւ ինչ արեց, բժշկվեց։ Պետքա նորից հաստատվեն իրենց հավատքի մեջ, որ Տեր Հիսուս Քրիստոս իշխանություն ունի թե կյանքի վրա եւ թե մահվան վրա։ Երբ որ դիպչեց կինը, Հիսուս Քրիստոս ասում է կանգ առավ։ Պատկերացեք բավականին բազմություն։ Հարցում ասում է ով դիպչեց ինձ։ Ճիշտ է, աշակերտները մարդիկ զարմացան, այս ինչ ես ասում, բոլորը քեզ դիպում են, այսինքն ինչ տեղի ունեցավ։ Հիսուս Քրիստոս ասում է չէ, ուրիշ ինչ որ պահ ա եղել։ Հիսուս չգիտեր ով է իրան դիպչել։ Իհարկե գիտեր։ Գիտեր այդ ողջ պատմությունը, գիտեր նույնիսկ չգալով այդտեղ արդեն գիտեր, որ այդտեղ հանդիպում է լինելու այդ կնոջ հետ։ Ուղղակի պետք է այդ մարդիկ, աշակերտները եւ մնացածը պետք է այդ ամեն ինչը տեսնեին։ Սա եւս մեկ անգամ վկայություն իրենց պետք է լիներ Տիրոջ իշխանության վերաբերյալ։ Դրա համար կանգ է առնում։
Երբ որ այս կինը գրվածը վախվխալ են մոտենում է, պատմում է ողջ պատմությունը։ Հիսուս Քրիստոս ուշադրություն դարձեք ինչպիսի խոսքեր է օգտագործում։ Ասում է. «Քաջալերվիր, դուստր, քո հավատքը քեզ փրկեց»։ Ուշադրություն դարձեք այս ձև ասած այս քաղցր մոտեցումը, դուստր ասելով, այսինքն քաղցր կերպով, սիրալիր կերպով է ինչ անում, քաջալերում այս կնոջը։ Որ իրապես այո ինչ որ մի քիչ սնահավատ ինչ որ բաներ ուներ եւ այլն, բայց այնուամենայնիվ իր հավատքը կապել էր Տեր Հիսուս Քրիստոսի հետ։ Ես հիմա շատ չեմ ուզում խորանամ այս քաջալերվիր քո հավատքը քեզ փրկեց, ի նկատի ունենք միմիայն ֆիզիկականը, թե նորից այն առումով, որ այդ հավատքի շրջանակում նաև արդարացում ստացավ իր մեղքերից, ինչի որովհետև հավատով է, որ արդարացումն է գալիս, բայց նորից ուշադրություն դարձեք իրավիճակ։ Տերը կարա նույնիսկ մեր տկար որոշ առումով հասկացողությունների մեջ մեզ ողորմած գտնվել։ Չի քննադատում, չի ասում, ինչի օրինակի համար կպար, ինչի էր հավատում, որ այդ շորը կարա ինչ-որ զորություն պարունակի, ինչի չեկար միանգամից ինձ կանգներ ու խնդրեր, որպեսզի ներեմ քեզ։ Գիտեք, մեկ-մեկ գալիս են ինձ պատմում են, sense պատմություններ ասում են, գիտես ինչ կա, գնացինք Սուրբ Հովանես կամ Սուրբ Կարապետ, ընդ աղոթեցինք ու Տերը մեզ փրկեց։ Հա, օքեյ, հասկանում եմ, որ Տերը կարա նաև ողորմած գտնվի ու նման իրավիճակներում մարդկանց հավատքը տեսնելով փրկի ու էդի կապ չունի։ Բարձացել եք Սուրբ Կարապետ, թե Սուրբ Հովանես, 10 հատ մոմ եք վառը, թե 100 հատ մոմ եք վառը։ Սրա մասին չի խոսքը գնում։ Ինչի որտեղ ոչ մոմերը, ոչ մասունքները, ոչ էլ վայրերը որևիցե կերպով Տիրոջ վրա ազդեցություն չեն կարա ունենան։ Չի կարան այստեղ լինի, ասեք, դե եթե գնացիք ստեղ, Աստված ստիպված է լինելու ինչ որ հարցին լուծում տալու։ Բայց նորից մենք նման իրավիճակում չպետք է մնանք, ժողովուրդ ջան։ Այո, Տերը ողորմում է, Տերը որոշ դեպքերում նաև տկար հավատք ունեցողների աղոթքին է պատասխանում, ցույց տալով իր սերը, իր ողորմությունը, բայց սա մեզ համար ուղեցույց չպետք է լինի։ Պետք է դուրս լինենք այդ ամեն ինչից եւ այո, վստահենք, որ այն ամեն ինչ, որ Տերն ասեց, այդ ամեն ինչի իրականություն է եւ նա ունի ողջ իշխանությունը մարդու ողջ կյանքի ընթացքին։ Այս կնոջ միակ հույսը Տեր Հիսուս Քրիստոսն էր, որովհետև այդ ամեն ինչի ավարտը լինելու էր ուղղակի ֆիզիկապես իր մահը։ Ինչու որտեվ ամեն ինչ փորձել էր 12 տարի, հարցին որևիցե լուծում, որևիցե այլ բան չէր գտել։ Մեր փափագը պետք է լինի Տեր Հիսուս Քրիստոսը։ Տերը կկամենա ինչ որ հարցերում մեզ կազատի, փառք Աստծուն իրեն։ Կկամենա, որ դրա մեջ լինենք նորից, փառք Աստծուն իրեն։ Վերջի հատվածը նայենք սիրելիներ եւ կամանց ավարտին կհասցնենք, պատմությունը գալիս է ավարտին եւ այս ամեն ինչի գագաթնակետին։ Հիսուս հարություն է տալիս աղջկան։ 23-ից 26 համարները։ Երբ Հիսուսն իշխանի տուն եկավ եւ տեսավ փողհարներին ու տագնապած մարդկանց, նրանց ասեց՝ մի կողմ քաշվեք։ Հիմա նայեք, երբ որ կարդում ենք փողհարներ կամ տագնապած մարդիկ, առհասարակ թե այն ժամանակ սովորություն կար, մահվան ժամանակ վարձով մարդիկ էին հրավիրում, ովքեր որ գումարի համեմատ ինչ էին անում, լացում էին, ողբում էին, մահացածի անունն էին անդադ կրկնում եւ նման ձևով այսև ասած տրամադրում էին ընդհանուր այդ մահացության իրավիճակը եւ այլն սուքը։ Հայաստանում էլ է երկար ժամանակ այդտեղը։ Չնայած նույնիսկ զարմանալի է, որոշ գյուղերում մինչեւ այսօր վարձու լացողներ կան։ Մեր հայ գրականության մեջ շատ է հանդիպում, թե պատմության մեջ, թե նաև գրականության մեջ, որ վարձու լացողներ կային։ Հետաքրքիր է, որ կոնտեքստի մեջ, երբ որ կարդում ենք, մենք տեսնում ենք, որ այս վարձու լացողների համար իրականում էական չէր։ Ով է մահացել, ինչ է տեղի ունեցել, այդ ամեն ինչը զուտ աշխատանք էր, այսինքն պետք էր լացել, պետք էր գոռալ, բանել, փողի համար ինչ էլ որ լինի կանենք։ Խնդիր չկա դրա հետ կապված։ Հիմա այս իրավիճակում, քանի որ հայրոսը բավականին հարուստ մեկն էր, ինքը 100% կարողություն ուներ, որպեսզի սենց ասած տեղը տեղին մահը կազմակերպեին։ Մինչ ինքը գնացել էր Հիսուսին կանչելու, երբ որ մահացավ, արդեն այդ ամեն ինչը կազմակերպել էին։ Արդեն մարդիկ եկել էին, լացում էին, գորգռում էին, ու այս իրավիճակն է, պատկերացեք, ժողովուրդը մոտենում է, Հիսուսի աշակերտներն են, բավականին մեծ բազմություն է ու մոտենում են, այնտեղ արդեն ահագին սենց աղաղակ է բարձրացել։ Հատուկ երաժշտություն են անում, բարձր ինչ-որ նոտաներ են օգտագործում, մնացածը գոռում են, ցույց տալու, որ աղջիկը ինչ ա եղել,
մահացել է։ Հիսուս ինչ է ասում, մի կողմ քաշվեք և հետաքրքիր մի բան ասում է աղջիկը այդ մեռած չէ, այլ ննջում է կամ քնում է, հիմա քնած բառը մի քիչ ինչ մեր մոտ հայերենով այդ ննջել ավելի է ցույց տալի ինչի, որտեվ նայեք, երբ որ խոսում ենք ննջել տրամաբանության շրջանակում, Պողոս առաքյալը Թեսաղոնիկեցիս նամակի մեջ օրինակի համար նույն տերմինաբանությունն է օգտագործում Քրիստոսի մեջ մահացածների վերաբերյալ։ Ասեմ ավելին, Հիսուս Քրիստոս երբ որ Ղազարոսն էր մահացել, իր աշակերտներին նույնպես ասում է Ղազարոսը ննջել է, պետքա գնանք արթնացնենք։ Հիմա աշակերտները նորից մի քիչ շփոթվում են, չեն հասկանում Հիսուս ինչ է ասում, Հիսուս դրանից հետո կարիք է լինում նորից իրանց հասկացնելու, որ Ղազարոսը իրապես ինչ է եղել, մահացել է։ Ուղղակի այդ ննջել տերմինաբանությունը ինչին է համապատասխանում, որ այո մահացել է, բայց դա ինչ է, ժամանակավոր է, ինչպես որ մարդը քնում եւ արթնանում է, նույն կարգավիճակում են գտնում թե Ղազարոսը, թե նաեւ այս աղջիկը։ Ննջել է, այսինքն այո, այսպես ասած մահացել է, բայց սա ժամանակավոր է, հեսա ինչ անալու, արթնանալու է։ Երբ որ այս արտահայտությունն արեց 24 համարը, ասում է, սկսեցին այս մարդիկ ինչ անել, ասում է ծաղրել նրան, ծաղրում էին, խնդում էին, հիմա պատկերացեք, լաց էր, ողբ էր, մի հատ ինչ որ խոսք ու ամեն ինչ արդեն դարավ ծաղրանքի։ Սա ցույց էր տալի մեկ, որ այնտեղի գտնվող մարդիկ որևիցե կերպով չէին հավատում Հիսուս Քրիստոսին, չէին ընդունում իրան որպես Մեսիա կամ մեկ ով որ կարա հարցին լուծում տա, նույնիսկ իր խոսքերի մեջ ինչ գտան, ցնոր գտան։ Այս ինչ է եկել մեզ պատմում, մեր ողջ կյանքը առավոտից իրիկուն, դա մեր աշխատանքն է։ Մենք գիտենք իրապես ով է մահացած, ով մահացած չի, ինչ է տեղի ունենում։ Իրանց փորձառությունն իրանց ինչ էր ասում։ Այս մեռած մարդը ստեղից չի հելնելու, այս աղջկան էլ որևիցե մեկը, որևիցե կերպով չի կարա օգնի։ Մեր տրամաբանությունն էլ է շատ դեպքերում տենց գործում։ Մեր սովորությունների համաձայն, երբ որ մենք ապրում ենք, ինչ որ իրավիճակի ենք հասնում, մեր տրամաբանությունը, մեր փորձառությունն ինչ է ասում, անհնարին է, գործ չունես, էդի քո գործը չի։ Ու այս ամեն ինչը մեզ ինչ է անում շատ դեպքերում վանում է։ Սկսում ենք վախենալ ավետարանը քարոզելուց, որտեվ ասում ենք մեզ հիմա կանվանեն, ես իմ հերետիկոս, աղանդավոր եւ այլն եւ այլն։ Չենք մտածում, որ այնուամենայնիվ կարա այս անգամ Տերը ինչ անի, փրկի։ Կամ մեր տրամաբանությունն ասում է, այս մարդը արժանի չի կամ ոչ էլ փրկվողն է։ Մենք արդեն իսկ անալիզի ենք այդ ամեն ինչը ենթարկել։ Երկրորդը, կամ ինչ որ լուրջ իրավիճակում ենք հայտնվել, խնդիրներ ունենք, նորից մեր ուժերով ենք այդ ամեն ինչը փորձում տանենք, հոգս ենք անում եւ այլն, ինչու՞։ Որտեվ նորից ու նորից մեր փորձառությունն ասում է, դու ես քո խնդիրն ու քո շրջանակն է։ Ինչ կարաս հայերը sense բան են, չէ՞, ասում է եղունգ ունես, գլուխդ քորի, այսինքն նորից այս տրամաբանությունն է աշխատում։ Մենք ժամանակ առ ժամանակ նորից մոռանում ենք, որ չէ, ժողովուրդ ջան, տենց չի։ Իրականում ոչ մի բան մեր ձեռքերում չի։ Ամեն բան Տիրոջ ձեռքերում է։ Մեր առողջությունից բռնած, մեր ժամանակից բռնած, մեր ընթացքից բռնած ամեն բան, ոչ մի բան չկա այս երկրագնդի վրա, որ առանց Տիրոջ կարա մնա։ Ամեն ինչը քաոսի է վերածվելու։ Հիսուս բոլորին հեռացնում է եւ թույլ է տալիս, որպեսզի մնան այնտեղ աշակերտներից մի քանիսը եւ մնա միայն երեխայի ծնողները։ Եվ մարդկանց դուրս անեցին 25 համարը։ Հիսուս ներս մտավ, բռնեց աղջկա ձեռքից եւ նա վեր կացավ։ Գիտեք, նորից մի հատ կարճ արտահայտություն է անում, բայց այնուամենայնիվ նորից ես ուզում եմ տեսնեք, Տեր Հիսուս Քրիստոս ինչ որ հատուկ բաներ չպիտի աներ, չգիտեմ, ինչ որ շոուներ չարեց եւ այլն, ընդամենը ձեռքից վերցրեց ու կանգնացրեց։ Այդ աղջիկը հարություն առավ։ Մի բան, որը որ երբեք որևիցե մեկը չէր տեսել իրան ժամանակի շրջանակում։ Հայրը հավատաց, որ Հիսուս Քրիստոս կարող է այդ ամեն ինչը անել։ Եվ այդ ամեն ինչը տեղի ունեցավ։ Մեր կյանքում մենք չպետք է կասկածենք, չպետք է թույլ տանք, որ կասկածները մեր կյանքում տեղ ունենան։ Նորից սա չի նշանակում, որ մենք խնդիրներ չենք ունենում։ Դա չի նշանակում, որ մենք մահ չենք տեսնելու, եթե իհարկե Քրիստոսը իր գալուստը ուշացնի։ Սա նշանակում է ուղղակի մի բան,
ամեն բան իրապես Տիրոջ ձեռքերի մեջ է։ Հետաքրքիր է, երբ որ Գործք առաքելոցում ենք կարդում, տեսնում ենք, որ Պետրոսը նույն մոտեցումն է ցույց տալիս, երբ որ օրինակի համար այծեմնիկն է մահանում։ Երբ որ մահանում է, նորից այդ իշխանությունը ստացած Քրիստոսից, աշակերտներն էլ նորից գնացին ու ինչ արեցին, բարձրացնում է։ Նորից պետք է աշակերտների միջոցով այս հրաշքներն արվեր, որպեսզի երևար, որ աշակերտների խոսացվածը ինչ է, ճշմարտություն է, Տիրոջ խոսքն է, Տերը գործում է իրենց միջոցով։ Նպատակը ցույց տալը չէր իրանց ով լինելը, որտեվ ով որ այն, ինչ որ այն, Տիրոջ մով էր։ Տերն է կենտրոնում, Տեր Հիսուս Քրիստոսն է կենտրոնում եւ կարեւոր էր, որ մարդիկ այդ ամեն ինչը տեսնեն։ Երկրից վրա հազարավոր կրոններ կան։ Բոլորն էլ ինչ որ կերպով առաջարկում են փրկություն, ընթացք։ Բայց գիտեք ինչ կա, այդ առաջնորդների գերեզմաններ նայեք։ Այդ առաջնորդների գերեզմանները նայեք ու կհասկանաք, արժե այդ մարդկանց վստահել, թե չարժե, որտեվ թե Բուդդան իր գերեզմանն ունի, թե Կոնֆուցիոսն իր գերեզմանն ունի, թե Մուհամեդը իր գերեզմանն ունի, Հիսուսն էլ ճիշտ ասած գերեզմանն ունի, բայց մի տարբերություն կա, այդ գերեզմանն ինչ է, դատարկ է, որտեվ իր հարությամբ մահը հաղթեց։ Եվ ոչ միայն ինքը հաղթեց, այլ նաև այդ հույսը մեզ տվեց, որ թեև ասեց մահանակ հավիտենական կյանք եք ունենալու։ Թեև մահանակ հավիտենական կյանք եք ունենալու։ Առաջի Կորինթացիս 15:54-57 եւ երբ այս ապականացու մարմինը անապականությամբ զգեստավորվի եւ այս մահկանացու մարմինը անմահությամբ, այդ ժամանակ կկատարվի այս խոսքը, որ գրված է. Մահը ժամանակ կկատարվի այն խոսքը, որ գրված է. Մահը հաղթության մեջ ընկղմվեց։ Ով մահ, ուր է քո խայթոցը, գերեզման ուր է քո հաղթությունը, մահվան խայթոցը մեղքն է, իսկ մեղքի զորությունը օրենքը, բայց շնորհակալություն ում, Աստծուն, որ մեզ հարություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Եվ սա է մեր հույսը, սա է մեր հույսի ապավենը, որը որ մեզ կարողություն է տալիս ինչ անելու, առաջ նայելու, չվախենալու, հասկանալով, որ այո, վաղ թե ուշ մահանալու ենք, բայց եթե Քրիստոսի հետ ենք, ուրեմն կյանք ունենք, ինչու որտեվ նա այդ իշխանությունն ունի եւ իր հարությունը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ նա իշխանություն ունի ոչ թե ուրիշ մարդկանց նաեւ կյանքի վրա, այլ նաեւ իր կյանքի վրա իշխանություն ուներ եւ այդ իշխանությունը նաեւ տվեց բոլոր նրանց, ովքեր որ կհավատան իրեն։ Վերջացնեմ այս խոսքերով Հովհաննես 11:25 Հիսուսն ասեց. Ես եմ հարությունը եւ կյանքը, ով հավատում է ինձ, թեև մահանա, կապրի։ Տերը օրհնի բոլորիս, որպես այս խոսքի շրջանակում իրապես հաստատուն լինենք, կարճած չլինենք այս կյանքից, այլ վստահելով իրեն, նայենք մեր հայացքը դեպի նրան, ով որ հաղթեց մահը, ով որ իր հարությամբ մեզ հույս տվեց ու իր հարության հույսով ենք առաջ գնում։ Ու ամեն ինչի փառքը ուղղում ենք միմիայն Տեր Հիսուս Քրիստոսին, որը որ հավիտյան փառավոր է։ Եկեք աղոթենք։ Մեր Տեր Աստված իրապես փառք ենք քեզ տալիս այս օրինակների, այս պատմությունների համար, Տեր, որ դու քո փառքը հայտնեցիր։ Եվ իրապես ինչքան որ քեզ ել ավելի ճանաչում ենք, Տեր, այդքան ուզում ենք փառք տալ քեզ, որովհետև իրապես ողջ իշխանությունը քո ձեռքերի մեջ է, Տեր։ Մեր կյանքը սկզբից մինչև վերջ լիարժեք պատկանում է քեզ։ Ուստի աղոթում եմ, Տեր, որ օգնես, որ մենք այդ հավատքն ունենանք, Տեր, քո առաջ գալու, քեզ մեծարելու, իրապես քեզ երկրպագելու ու մեր հայացքը միշտ ուղղված լինի դեպի քեզ։ Նեղության մեջ կլինենք, տկարության մեջ կլինենք, խնդիրների մեջ կլինենք, թե ուրախության մեջ կլինենք, մեր կյանքի կենտրոնը դու լինես։ Մեր հավատքի խարիսխը քո խոսքը լինի, Տեր, որպեսզի չնայենք աջ, չնայենք ձախ, իմանալով, որ խոստացար հավիտենական կյանք, բոլոր նրանց, ովքեր որ քոնն են, Տեր, որպես եկեղեցի ներիր, որտեղ շատ դեպքերում թերահավատ են գտնվում, շատ դեպքերում, Տեր Աստված, միստիկ բաների հետևից ենք ընկնում,
Գուցե բաներ կան, որոնք որ քեզ հաճելի չեն մեր կյանքում, բայց շարունակում ես ողորմել, շարունակում ես գթալ։ Օգնի, որ մեր հավատքի հիմքը Տեր խոսքդ լինի։ Ոչ թե հրաշքներ ակնկալենք, ոչ թե օրհնություններ ակնկալենք, այլ քեզ փափագենք, Տեր։ Դու ես մեր միակ հույսը ու փառաբանության աղբյուրը։ Դու ես, որ արժանի ես ամեն մեծարանքի, Տեր, եւ որպես եկեղեցի ուզում ենք քեզ փառավորել։ Սրբացրա մեզ մեր կյանքի ընթացքում, ուղղորդիր մեզ, ներիր մեզ, օգնիր, որ միշտ ամեն իրավիճակներում քո կամքի համաձայն քայլենք։ Աղոթում նրանց համար, ովքեր որ ինչ-ինչ պատճառներով այս պահին մեր մեջ ներկա չեն, Տեր։ Եթե ֆիզիկական տկարություն կա, նորից Տեր, դու ես բժիշկների բժիշկը եւ կարող ես բժշկել, բայց ամեն ինչի մեջ թող որ քո կամքը լինի։ Մենք որպես եկեղեցի փափագ ու ցանկություն ունենք, մեկտեղ հավաքվելը չթողնենք եւ մեկս մյուսին վայելենք, Տեր։ Բայց առավել ամեն ինչի մեջ քո կամքն ենք փափագում։ Ուստի, եթե տկարացած են ֆիզիկապես, Տեր, դու այցելիր ողորմիր։ Եթե հոգևոր ինչ-որ հարցեր, խնդիրներ ունեն, նորից դու այցելություն արա խոսքովը, Տեր, որպեսզի եկեղեցիդ միաբան լինի։ Աղոթում գյունում մեր եկեղեցու համար, Տեր, որպեսզի դու հաստատես այնտեղի եկեղեցին, այնտեղի քո ժողովուրդը, Տեր, եւ քո կամքի համաձայն քո ժամանակին նաեւ առաջնորդ բարձրացնես։ Աղոթում բոլոր մկրտվածների համար, Տեր, որպեսզի շարունակ դու գործես այդ մարդկանց կյանքում, որպեսզի իրենց հույսը միմիայն դու լինես, որպեսզի վստահությամբ քայլեն եւ այս հավատքի կյանքի մեջ թեև տկարություններ, խնդիրներ կունենան, բայց նորից ու նորից իմանանք, որ ամեն ինչից վեր, ամեն խնդրից վեր դու ես Տեր Աստված։ Դու ես մեր հույսը, մեր ապավենը, հավատարիմ ու մնայուն երրորդություն։ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։ Տեր օրհնի բոլորիդ, այսքանով պաշտամունքն ավարտված է, սիրելիներ։